Ես Ռուբենն եմ։ Մի օր հենց այս նույն դիրքով կանգնել էի ոստիկանության ու ժողովրդի միջև։ Իմ մոտ մահակ չկար, ոչ էլ քար ունեի։ Ընդամենը ունեի Հայաստանի Հանրապետության փաստաբանների բալադի կողմից տրված վկայականը։ Ես ձեռքերս վեր պարզած կանգնեցի այնտեղ, որպեսզի արյունահեղություն չլինի, բռնություն չկիրառվի, որպեսզի մի փոքր մարդկություն մնա իշխանության կատաղության ու ժողովրդի ցավի միջև։ Ու դրա համար ես 1 ամսով բանտարկվեցի։ 1 ամիսը ոչինչ այն մարդկանց համար, ովքեր ամիսներ ու տարիներ են անցկացնում բանտում։ Ես այստեղ եմ ձեզ ասելու այն, ինչ գիտեն բոլոր նրանք, ովքեր եղել են ջաղերի ետևում։ Հավատացնում եմ ձեզ, բանտը մեզ չի կոտրում։ Բանտը ցույց է տալիս, թե ով ենք մենք իրականում եւ ով են իրենք։ Ինչ տեսա այս ջաղերի ետևում։ Ես տեսա մարդկանց, ովքեր չգիտեին, թե երբ է քննվելու իրենց գործը։ Ես տեսա համակարգ, որ իրականում ավելի ճիշտ կլինի անվանել ռեժիմ, որը պատժում է ոչ թե հանցագործության, այլ այլակարծության համար։ Բայց ես նաև տեսա մի ուրախալի բան։ Ես տեսա արժանապատվություն այդ մարդկանց մեջ, որոնցից խլել են ամեն ինչ։ Ես տեսա համերաշխություն այնտեղ, որտեղ պետք է վախ լիներ։ Ես տեսա, որ ճաղերը կարող են կալանել մարմինը, բայց ոչ հոգին։ Երբ ազատությունը խլում են, դուք սկսում եք հասկանալ դրա գինը, ու կապ չունի թե քանի օր։ Օրեր առանց ազատ տեղաշարժի, ժամեր առանց արտարության, վայրկյաններ առանց ընտանիքի, առանց սիրելիների։ Եվ դուք հասկանում եք, որ նրանք ինչ ինձանից խլեցին 1 ամսով, նրանք ուզում են խլել բոլորիցս ամբողջ մեր կյանքի համար, ամբողջ կյանքի համար, ամբողջ ազգից ու ամբողջ երկրից։ Քաղաքական բանտարկությունը ֆիզիկական բռնության մասին չէ, այն հույսը ոչնչացնելու մասին է։ Այն դրսից հետևող բոլորին ուղերձ է հղում։ Ահա թե ինչ կպատահի, եթե համարձակվեք։ Մենք քաղ բանտարկյալներս բանտարկված չենք եղել ոչ ոստիկանին հարվածելու, ոչ էլ կույք փչացնելու համար։ Մենք բանտարկված ենք եղել ու կանք այս բռնապետական ռեժիմի փլուզումը կանգնեցնելու նպատակով։ Սա է ամենավտանգավոր հանցագործությունը, բռնության վրա կառուցված կառավարության աչքերում։